Ես շատ հուսահատված եմ եւ շատ հուսահատված են մեր հասարակության շատ ներկայացուցիչներ, որոնք իմ հետ խոսում են, մարդիկ իմ հետ խոսում են եւ ինձ միշտ ասում են դուք իսկապես կարծում եք, որ մենք ընդդիմություն ունենք։ Եկեք նայենք փաստերով։ Քանի տարի է այս մարդը մնաց իշխանության։ Մնաց 20 թվականի պատերազմից հետո շարժում ստեղծվեց։ Հիշում եք, երբ որ Ղարաբաղը հանձնվեց, ինչ որ շարժում ստեղծվեց, այդ նույն մարդիկ էլի եկան, հաջողություններ թե տապալվեցին, փաստ է։ 21 թվականին, այդ 21 թվականին եղան ընտրություններ։ Ով շահեց եւ ով պարտվեց։ Պարտություններ, այո, այդ երկուս։ Կարծեմ 23 թվականին Ղարաբաղի հայաթափումներ, էլի բողոքներ, մասսայական բողոքներ Երևանում։ Էլի ինչ որ այդ տեխնիկային կոմիտե կազմվեց նույն մարդկանցից, նույն մեր Չեմբերլեններից, Շարլ դե Գոլներից, Կեսարներից եւ Ալեքսանդր Մակեդոնացին։ Դրանք չեն գնում։ Ամեն անգամ ճանճի պես հետ են գալիս։ Դա արդեն 3-րդ անգամ։ Հետո 4-րդ անգամ եղավ Զարթնիր Լաոն, այդ երբ էր, ես արդեն չեմ հիշում։ 22 թվական։ Այսինքն դրանից առաջ էր։ Հետո եղավ։ Այս 4 չի, 4։ 5-րդը Սրբազանի շարժումը, նույն մարդիկ գալիս են, նույն մարդիկ դուրս են գալիս բեմ, ժողովուրդը ասում է խնդրում եմ գնացեք, մենք ձեզ չենք ուզում, մարդիկ շրջվում գնում են տուն, իմ աչքի առաջ, իրանց դա չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է իրանց էգոն, 5 անգամ դուք տապալել եք բողոքի շարժումը, եթե ես ճիշտ հաշվեցի, եթե սխալ հաշվեցի գուցե 4, բայց 4-ը կա, այդ փաստը, դա փաստա թե չէ, նույն մարդիկ եկել են, պարտվել են, այսինքն դուք ինչով եք լավ, այն մարդիկ, ովքեր տեսնում են, որ անընդհատ պարտվում են, անընդհատ հետ են գալիս։ Այս մարդն էլ մեր ղեկավարն էլ ամեն անգամ պարտվում, ասում է իմ մեղքը չի, ես չեմ պարտվել։ Դուք ինչով եք իրանից լավ։ Ժողովուրդը ձեզ ոնց հավատա։ Ես ուզում եմ, որ նրանց մոտ ստացվի, հաջողություն լինի իրանց մոտ։ Բայց առաջի հարցը, ինչու են հետ գալիս նույն մարդիկ, ովքեր պարտության սիմվոլ են դարել։ Պարտության խորհրդանիշ են։ Մարդիկ իրանց տեսնում են, ասում են, 5 անգամ պարտվել է այս մարդը, ինչ պետք է այստեղ կանգնեմ, ինչի համար։